Ալոնսոն հեռացվել է։ Ալոնսոն ըստ Ատլետիկի չի լռել ու մեղադրել է Պաշտոնյային եւ Ռեալին ընդհանրապես։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ Վինիսիուսը Ֆլորենտինո Պերեսի արտաամուսնական կապի արդյունք է։ Հահա, էլի փրկեց կատալոնական հետույքը։ Բայց մեկը Տոնի Կրոսը չի հավատում, այնպիսի սխալ գործեց, որ նրան հա բռնող ասելը ուղղակի կոմպլիմենտ է հնչում։ Էս ինչ քախտիրա, պետք է հեծանիվով դուրս գայի։ Մենք 15 լոշտակ գավաթներն ու դրակ Մադրիդի Ռեալում էլ չեն հասկանում ում հեռացնեն, որ գոհացնեն Վինիսիուսին, ողջույն բոլորին։ Մենք էլ հեռացնում ենք նեգատիվը, դրական լիցքեր փոխանցում ու գոլ։ Ալոնսոն հեռացավ, Ալոնսոին հեռացրին, Մբապեն արհամարում էր մարշչին, Վինիսիուսը լացում էր, բայց խաբին բանի տեղ չէր դնում, Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստների պոչն է բռնել։ Մոտավորապես այսպիսի վերնագրեր էին պտտվում վերջին 2 օրվա ընթացքում Ալոնսոյի հեռանալուց հետո, հեռացվելուց։ Ալոնսոն հեռացվել է։ Տեսեք, ընձուղտ է, բայց ուղիղն աշխատում է։ Երբ ասեկոսեները հանդարտվեցին որոշակի չափով, The Athletic-ը, որը համարվում է աշխարհի ամենավստահելի լրատվականներից, մի հոդված հրապարակեց, որտեղ ասվում է. Թիմը պետք է մարզում անցկացնել միայն հաջորդ օրը, ու Ալոնսոն իր անձնակազմի հետ զբաղված էր Բարսայից կրած պարտությունը վերլուծելով։ Ատլետիկին ուղղված նամակներում նրանք լավատեսություն էին հայտնել հետագա քայլերի վերաբերյալ ու հանկարծ ամեն ինչ փոշիացավ։ Իսկ թե ինչը ասվում այդ նույն հոդվածում արդեն անմիջապես հետո, շատ լավ բացատրում է, թե ինչ է կատարվում Ռեալում, այնտեղ ֆուտբոլի մասին ավելի քիչ են մտածում, քան բիզնեսի։ Ալոնսոն հրավիրվել է ակումբի գրասենյակ, որտեղ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը նրան հայտնել է պաշտոնից ազատվելու մասին։ Ալոնսոն ըստ Ատլետիկի չի լռել ու մեղադրել է Պաշտոնյային եւ Ռեալին ընդհանրապես գալակտիկոսներին կուլ գնալով որոշումներ ընդունելու համար։ Կարճ ասած, փողի մեռած։ Կարելի է նաև տենց ասել։ Ու ըստ լուրերի ամեն ինչ սրվել է դեռ նախորդ տարվա օգոստոսից, երբ առաջին Լա Լիգայի կլասիկոից հետո, որը Ռեալը հաղթեց 2-1 հաշվով, Վինիսիուսը փոխարինվեց ու սկսեց էլի լացել։ Էլի ես, ինչպես միշտ ես, հեռանում եմ, ես գնում եմ թիմից վերջ։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ Վինիսիուսը Ֆլորենտինո Պերեսի արտաամուսնական կապի արդյունք է։ Հահա, Ֆլորը չի դիմացել գնդակների զորությանը, հետևակային գումարտակի գայթակղությանը կառնավալի ամենամեծ տեղում։ Ուրիշ կերպ չի կարելի բացատրել այս կարգի պրախոդը, այն էլ Վինիսիուսին արա։ Գոնե նորմալ խաղար նվնվալուն զուգահեռ։ Կամ էլ մի ուրիշ տարբերակ։ Վինին Ֆլորենտինո Պերեսին բռնել է քարտուղարուհու դարպասը գոլեր խփելուց, այդ կադրերը վերցրել, նկարել ու թույն էդիթա սարքել ու հիմա սպառնում է, որ շեյր կանի պատին։ Ու այս ամենին զուգահեռ շատ էր նշվում, որ հենց Զիդանը կարող է այս ամեն ինչը կարգավորել եւ ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց տեղերը։ Հարի մի հատ Զիդանից կտոր նայենք։ Ինչա որ։ Félicitations pour le parcours de votre fils. Այս վիդեոն տեսել եմ, շատ լավն է, շատ խնդալու է։ Ֆրանսիացուն ուղակի քրքրում են։ Բայց սա կպահենք վերջում որպես բոնուս, այնպես որ ինչև վերջ նայեք, շատ հետաքրքիր է։ Իսկ հիմա վերադառնանք Վինիսիուսին, որը ինչպես երևում է, այս խժդժությունների եւ Ռեալի անկայունության բուրգի գագաթին է կանգնած։ Վինիսիուսը ուղակի ուշադրության պակասի պատճառով է այս ամենը անում։ Տոքսիկ երևույթները թարախը սենց գալի ու բլբլթումա դուրս։ Այս ամենը հաշվի առնելով Ալոնսոն դեմը գնացել իր սկզբունքներին եւ զիջումներ է արել։ Օրինակ ասում են վիդեո անալիտիկայի ժամերը, որոնք շատ կարեւոր են Ալոնսոյի համար, նա կրճատել է բավականին շատ։ Դա էլ չի օգնել։ Մեկը Ֆլորենտինո Պերեսը բռնել է ֆուտբոլիստների պոչը։ Կամ էլ նա հասկացել է, որ Վինիսիուսին վաճառելու լավագույն պահն արդեն անցյալում է ու հիմա չգիտի ինչ անել այդ խնդրի հետ։ Սրանք մեր ենթադրություններն են միայն։ Դուք էլ կարող եք ձերով կիսվել կոմենտներում Ռեալի ու նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասով։ Իսկ իրադարձությունները շարունակում են բացասական մնալ։ Պարտություն սեգունդան ներկայացնող Ալբասետեից, որը կյանքում չէր հաղթել Ռեալին մինչև մի քանի օր առաջ։ Պատմություն գրեցին։ Ալբասետեն Ռեալին երբեք չի հաղթել, մինչև հիմա, քանի որ պատմությունը դա պահել է այսօրվա համար։
Սրանք Ալբասետեի գլխավոր մարզիչ Ալբերտո Գոնսալեսի խոսքերն էր, որոնք ֆուտբոլիստներին այնպես գրգռեցին, որ նրանք 3 անգամ առաջ անցան հաշվի մեջ։ Ճիշտ է, առաջին 2-ի դեպքում Ռեալը կարողացավ պատասխանել, բայց երրորդը հարված էր գոտկատեղից ներքև, որին Ռեալը չկարողացավ պատասխանել ու պարտվեց դուրս մնալով գավաթի խաղարկությունից։ Իսկ Arbeloan խաղից առաջ ասում էր. Ես ցանկանում եմ տեսնել Վինիսիուսով հաճույք ստանում խաղից։ Իսկ Վինիսիուսը ուրիշ խաղերից էր հաճույք ստանում։ Ես հասկանում եմ, որ բրազիլացուն շատ ենք անդրադառնում, բայց ինչպես ասեցի, նա ուշադրության կարիք ունի։ Դպրոցում հաստատ նրան ճնշել են ասելով «Լաց կան ղզիկ, լաց կան ղզիկ», բայց Ռեալը էլի 3-2 հաշվով պարտվեց։ Հա ինչ։ Ասում եմ Arbeloan էլ թող հանեն։ Այս խաղի խայտարակության մասշտաբները հասկանալու համար ասեմ, որ Ռեալի մամուլի ծառայությունը խաղի հայլայթերը չի դրել YouTube ալիքում, ինչպես սովորաբար անում է։ Սովորաբարը ո՞րն է։ Ամեն խաղից հետո անում է։ Բայց Ռեալի ֆաները չենք ընկճվում, հիշում ենք 15 լոշտակ գավաթներն ու դրական տրամադրվում, որովհետև արխիվում առաջիկա խաղերն են, որից հետո հակահերոսներն ու հերոսները ու առանձնակի Զիդանը։ Բա Բարսայի խաղը։ Արա դե ինչ Բարսա։ Սա սովորական էր էլի։ 2-0 հաղթեցին Racing Santander-ին, Գարսիան էլի փրկեց կատալոնական հետույքը։ Բայց մեկը Տոնի Կրոսը չի հավատում, որ իր համերկրացի Ֆլիկի գլխավորությամբ Բարսելոնան այսպիսի խաղաոճով կարող է հաջողության հասնել Եվրագավաթներում։ Դուք ինչ կասեք։ Հունվարի 17-ին Մանչեսթերյան դերբի Անգլիայում կարիքը օգնության կարիք կունենա։ Ու հետաքրքիր խաղ Չելսի ու Բրենթֆորդի միջև։ Լա Լիգայի հերթական տուրում Ռեալը կընդունի Լևանտեին։ Հունվարի 19-ին կրկին Լա Լիգա Ռեալ Սոսեդադը կընդունի Բարսելոնային։ Այս են դեպքն է, որ պետք է հունվարի 18-ից միացնեք, որ 19-ին սկսի խաղը։ Չելսիի դարպասապահ Ռոբերտ Սանչեսի մեծ հակահերոսությունը կարելի էր չնկատել, եթե Գառնաչոյի դուբլը Չելսիին գոնե ոչ ոքի ապահովեր։ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում ազնվականների դարպասապահ երկու այնպիսի սխալ գործեց, որ նրան հավ բռնող ասելը ուղղակի կոմպլիմենտ է հնչում։ Չելսին հատկապես երկրորդ կեսում շատ լավ տեսք ուներ նոր գլխավոր մարզիչ Ռոսենյորի գլխավորությամբ այս թիմը հաստատ պոտենցիալ ունի։ Սպասենք բլբլթացող եւ գեղեցիկ Չելսի, Էստևաոյի, Ժոաու Պեդրոյի, Նետոյի, Էնցո Ֆերնանդեսի եւ մնացածի գլխավորությամբ։ Արա բայց Ռոբերտ Սանչես Սիթին էլ հաղթեց մյուս կիսաեզրափակչում արդեն Նյուքասլին։ Այստեղ թիմի նորեկ Սեմենյոն, Անտոնիո Սեմենյոն հերթական անգամ աչքի ընկավ գոլով ու դրանից հետո նորվեգացին ասեց. Նա եկել է ոսկե խաղակոշիկից վայիս լինի։ Իհարկե, մեր կիսա յութուբեր գոլեգան կատակ էր անում, բայց դե գիտեք, կատակի կեսն էլ հո լուրջ է։ Բարսելոնան հաղթեց Ռեալին, Arbeloan եկավ առաջին պլան, ու սա հերիք էր, որ ակտիվանա Ժերար Պիկեն, ով հայտնի է Ռեալին ծաղրելու սովորությամբ։ Arbeloa-ի նշանակումից ու առաջին խայտառակ պարտությունից հետո նա սոցցանցերում գրել է. Հրաշալի դեբյուտ էր, հուսով եմ բոլորը կիմանան, թե դրսում, թե ներսում սրա մասին։ Արա ասա հանգիստ նստի տեղդ էլի, եկյա մարդ ես, գնա քո Kings League-ան ղեկավարի, այդ տենց թեթև սոլիկի պես քեզ պայծիր, դրա համար են Լուիս աղջիկ Շակիրան թողեց գնաց մոտիցը, այ Ռեալի մասին այսօր շատ են նորությունները, դե եւս մեկը բռնեք։ Ասում են Arbeloan դավանում է Յուրգեն Կլոպի գեգենպրեսինգ մարտավարությունը, որը իրականացնելու համար իրականում ձիուց շատ է պետք վազել։ Դղերքը արդեն պատրաստվում են։ Սրանով ավելի շատ գենգբենգի են պատրաստվում։ Դղերքը պատրաստվում են, բայց այդ կարգի ինտենսիվանալու համար նախ առաջին հերթին պետքա ցանկանալ դա։ Հուսամ սխալվում ենք, բայց Ռեալին դեռ շատ տխուր օրեր են սպասվում։ Ու եւս մեկ անգամ պետք է հիշենք Վինիսիուսին ու էլի բացասական իմաստով։ Ալոնսոյի հեռանալուց հետո գրեթե բոլոր ֆուտբոլիստները, անգամ Մբապեն, հրաժեշտ տվեցին իրենց նախկին մարշչին, մաղթելով լավագույնը ապագայում, բացի Վինիսիուսից։
Արա դե ինչ ես կախվել տղու հոնքերից։ Վինիսիուսը օգտագործելով իր բացառիկ տաղանդը շատ լավ մանիպուլացնում է որոշ մարդկանց ու խնդիրներ ստեղծում։ Այնինչ կարող էր մի փոքր համեստություն դրսևորել եւ շատ ավելի մեծ բարձունքների հասնել։ Սադիո Մանեն մեր այսօրվա առաջին հերոսն է։ Նա Սենեգալին դուրս բերեց Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։ Նա դարձավ այդ գավաթի խաղարկության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը 11 գոլով եւ 9 ասիստով։ Ամենահետաքրքիրը այն է, որ Սենեգալը դուրս թողեց Եգիպտոսին։ Մանեն հաղթեց Սալահին, որը չնայած ազգային թիմում մշտական խաղաժամանակ ուներ, բայց այդպես էլ այն պայծառությունը չունեցավ, որը կստիպեր Սլոտին մտածել, այնպես որ ամենայն հավանականությամբ Սալահին սպասվում է այս ճակատագիրը։ Իսկ մյուս ֆինալիստը դարձավ Մարոկոյի հավաքականը, որը 11 մետրանոցների շնորհիվ դուրս թողեց Նիգերիայի հավաքականին։ Ինչպես եւ մենք ասել էինք, Մարոկոն ֆավորիտներից մեկն է եւ շարունակում ենք պնդել, որ նա կհաղթի այս գավաթը։ Չնայած Սենեգալը շատ ուժեղ թիմ է, ուժեղ տղաներ ունի Մանեի գլխավորությամբ։ Չնայած Մադրիդի Ռեալում տխուրագույն իրավիճակի, ամեն դեպքում մի լուսավոր կետ մենք գտել ենք այնտեղ։ Գոնսալո Գարսիան երրորդ խաղն անընդմեջ գոլի հեղինակ է դառնում։ 3 խաղ 5 գոլ։ Սա ուղղակի թվեր չեն, սրանք խոսում են նվիրվածության եւ այդ ֆուտբոլիստին անպայման օգտագործելու մասին։ Այդ տղուն Պերես մի հատ չհալաղաչ պրեմիա է հասնում։ Ռեալի երկրպագուների եւ շատ մասնագետների կարծիքով հիմա արքայական ակումբին իսկը կսազեր Զինեդին Զիդանը, որը կարող էր հավաքել թիմը, բայց նա ստիպված է մերժել Ռեալին, որովհետեւ ամենայն հավանականությամբ կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը մունդիալից հետո։ Բայց ինքը մերժելուց այնքան էլ ուժեղ չի։ Ձմեռային մի ցուրտ օր էր, Զիզուն որոշեց տեղափոխվել A կետից B կետը, բայց ճանապարհին այնքան խոչընդոտներ հանդիպեց, որ անգամ խաղալու տարիներին այդքան չկար։ Մի հատ զգացեք այս մարդու համբերությունը, չնայած ուրիշ տարբերակ էլ չունի ախր։ Կարևորը հասկացավ, որ մի գլխարկ եւ մի ակնոց դնելով չի կերպարանափոխվի, անպայման նրա դունչը կճանաչեն։ Իսկ նեղողները գնալով շատանում էին։ Ֆրանսիացին երևի մտքում ասում էր. «Օ, էս ինչ քախկերա, պետք է էցանիվով դուրս գայի»։ Ու մեկ էլ հայտնվեց գլխավոր երկրպագուն, որը ակնհայտորեն անչափ ուրախ էր լեգենդին տեսնելու համար։ Բայց ոնց որ միջնադարյան անհայտ նկարչուհի լինի, բայց մեկը սիրում է, սերը խեղտում է։ Բայց մեկը այս ամեն ինչը ոչինչ էր նրա դեմ, թե ինչ կտեսնեք հիմա։ Զիզուին մոտեցավ նա։ Այս հաստատ Գլովոյի առաքիչ էր, տեսավ, ասեց արա Զիզուն, պիցան շպրտեց մի կողմ, վազեց, գարդոնը դեմ տվեց, թե բա ստորագրի էլի։ Զիդանն էլ մի կատակասեր երևույթ բռնեց ու ասեց. բա մեջին նուր ապեր, սոված կոտորվանք։